200-ից ավելի բանախոս, ավելի քան 3000 մասնակից 100 երկրից, 5 նոր հետազոտական զեկույց, մրցանակաբաշխություն։ Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվում է WISE 12 գագաթնաժողովը։ Քննարկումները կրթության ապագայի վերաբերյալ են։ Ներկայացվում են նորարարական մոտեցումներ ժամանակակից կրթական մարտահրավերներին արձագանքելու համար։ Այս տարվա համաժողովին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, թե ինչպես են մարդկային արժեքները կապված կրթության հետ։ Քննարկում ենք, թե ինչպես են ինքնությունը, լեզուն եւ արժեքները կապված կրթական համակարգերի ձևավորման հետ։ Սակայն իհարկե WISE-ում մենք սիրում ենք անդրադառնալ կրթության բազմաթիվ թեմաների, քանի որ մեր համայնքը շատ բազմազան է։ Քննարկում ենք տարբեր թեմաներ, ինչպիսիք են կրթական տեխնոլոգիաները, կրթության մեջ արհեստական բանականության կիրառումը եւ դրա հետևանքները։ WISE-ը կատար հիմնադրամի նախաձեռնությունն է, անցկացվում է 2 տարին մեկ։ Ըստ պատասխանատուների հիմնադրումից ի վեր այն վերածվել է կրթական նորարարությունների գլոբալ հարթակի, որն իրականացնում է հետազոտություններ, նպաստում քաղաքական երկխոսությանը եւ ձևավորում գործակցություններ։ Միաժամանակ տարբեր բանախոսություններ, հանդիպումներ են անցկացվում գագաթնաժողովի ընթացքում։ Բանախոսներից մեկը Հայաստանի ներկայացուցիչն է։ Ներկայացրեցինք ընդհանուր Թումոյի գործը Հայաստանում եւ ոնց է նաեւ հիմա համաշխարհային տարածում։ Բայց ավելի կարևորը ներկայացրեցինք, որ WISE-ի ժամանակ ինչի վրա ենք աշխատել, AI Co-Learner platform-ը, որ մեզ արիթ է տալու scale անել մեր impact-ը։ Այսինքն ոչ միայն կարողանալ 40,000, 100,000 աշակերտի հասնել, այլ մինչև 2030 կես միլիոն կամ 1 միլիոն աշակերտի հասնել։ Հարթակը օգնում է աշակերտին սովորել որևէ թեմա այնքան, մինչև այն հասկանալի դառնա իր համար, կամ էլ թեման լավ ընկալելու դեպքում մրցակցել արհեստական բանականության հետ։ Ըստ Փափազյանի գագաթնաժողովին մասնակցությունը կարևոր է, քանի որ ներկայացվում է Հայաստանում իրականացվող կրթական նորարարությունը, որը հնարավոր է նաև ամբողջ աշխարհում կիրառել։ Ցույց ենք տալիս մարդկանց հետաքրքիր մեր innovation-ները եւ իրանք գալիս են մեզ ասում են կարող ենք նաեւ Չինաստանում ունենալ, կարող ենք նաեւ Իրաքում ունենալ, կարող ենք նաեւ Կամերունում ունենալ։ Գագաթնաժողովի շրջանակում նաև նախարարական կլոր սեղան քննարկում է անցկացվել։ Տարբեր երկրների ներկայացուցիչներ տարբեր թեմաներ են բարձրաձայնել, հաշվի առնելով երկրի ամենակարևոր շեշտադրումը։ Ներկայացրել են իրենց փորձառությունը քննարկել կրթությունից դուրս մնացած երեխաների ընդգրկման, կրթությանը հատկացվող ֆինանսավորման ծրագրերի, ներառական կրթության, նաև կրթության վրա արհեստական բանականության ազդեցության թեմաները։ Կարծում եմ հատկապես վերջին թեման շատ կարևոր է, որովհետև արհեստական բանականությունն ամենուր է, յուրաքանչյուր աշակերտի, ուսանողի, դասավանդողի կյանքում է արդեն իսկ եւ մենք նմանատիպ քննարկումները մեզ հնարավորություն են տալիս ծանոթանալ այլ երկրների փորձին եւ ինչու՞ չէ նաեւ ներկայացնել մեր երկրի փորձը, որը եւս բավական առաջանցիկ է այս տեսակետից եւ բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարբեր երկրների համար։ Սվաջյանի խոսքով նմանատիպ հանդիպումները օգնում են հասկանալ, թե ներկայացված որ փորձառությունը կարող է աջակցել մեր երկրում առկա խնդիրների լուծմանը։ Կատարում ընթացող գագաթնաժողովը եզրափակվեց WISE մրցանակաբաշխությամբ։ Առաջին տեղը զբաղեցրեց հայկական Թումոն, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հորդանանի եւ Միացյալ Նահանգների ընկերությունները։ Ինքնավստահություն նախ տալիս է, որ մեր արածը ճիշտ է, ճիշտ ուղղությամբ է, կարևոր է կրթության համար, բայց նաև մեզ օգնելու է, որովհետև այս տեսակ մրցանակներ շատ օգնում են մեզ ավելի ու ավելի մտածելու ոնց մեր արածը, մեր ստեղծածը ավելի ուժեղացնենք եւ ավելի զարգացնենք։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր, Դոհա։